Հեռու, շատ հեռու, այն աշխարհում, ուր թրջում են ծիծեռնակները, երբ մեզ մոտ ձմեռ էր գալիս, ժամանակով ապրում էր մի թագավոր։ Նա ուներ 11 տղա և 1 աղջիկ, անունը Էլիս։ 11 արքայազնու եղբայրները դպրոց էին գնում, աստղերը կրծքերին և սրերը կողքներից կախված։ Նրանք գրում էին ոսկե գրատախտակների վրա ադամանդե գրիչներով և կարողանում էին հիանալ, կարդալ ու անգիր արտասանել։ Իսկույն երևում էր, որ դրանք արքայազուններ են։ Իսկ քույրը Էլիզը նստում էր հայելակուռ նստարանին և թերթում էր նկարազարդ գրքերը, որի համար կես թագավորություն էին վճարել։ Որքան լավ էին ապրում այդ երեխաները, միայն թե նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նրանց հայրը, այդ երկրի թագավորը, ամուսնացավ մի չար թագուհու հետ, որը հենց սկզբից ատեց խեղճ որբերին։ Նրանք այդ բանը զգացին հենց առաջին օրը։ Պալատում մեծ խնջույք էր և երեխաները մտածել էին հյուրասիրություն խաղալ։ Այդպիսի դեպքերում նրանք սովորաբար գաթաներ էին և մրգեր էին ստանում, ինչքան ուզեին, բայց խորտ մայրը նրանց մի թաս ավազ տվեց ու ասաց. «Թող երևակայեն, թե դա քաղցրավենիք է»։